Խաղաղություն, թե նոր ռիսկեր, թեժ քննարկում ազգային ժողովում, ընդդիմությունն ու իշխանությունը հակադիր գնահատականներով։ Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների ամրության հարցում ոչ ոք պետք է կասկած չունենա Ռուսաստանի փոխվարչապետի հայտարարությունը։ Հրավիրում ենք Թուրքիային միանալու մեզ խաղաղության կտավը հյուսելու գործում։ Ալեն Սիմոնյանի ելույթը Ստամբուլում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների երկկողմ հանդիպումը։ Սահմանադրության տեքստը դեռ պատրաստ չէ, նախարարախոստումներից հետո էլ հստակ ժամկետ չի նշում։ Փորձագետները քննարկում են հայեցակարգի բացակայությունը։ Հայաստանում ակտիվացել են երթվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման շուրջ քննարկումները։ Իշխանությունը խոսում է համակարգային բարեփոխումներից, մասնագետները կասկածի տակ դնում դրանք։ Հայաստանում երեխաների շրջանում ավելորդ քաշը շարունակում է մնալ լուրջ եւ տարածված խնդիր։ Մասնագետներն ահազանգում են։ Կրթությունից աշխատաշուկա անցումը շարունակում է լինել բարդ փուլ երիտասարդների համար, փորձի պակասը հիմնական մարտահրավերն է։ Եթերում ժամի գլխավոր թողարկումն է, բարև ձեզ։ Ազգային ժողովում թեժ քննարկումներ էին խաղաղության, պատերազմի եւ երկրի ապագայի շուրջ։ Իշխանությունն ու ընդդիմությունը շարունակում են փոխադարձ մեղադրանքները, մեկը խոսում է խաղաղության անհրաժեշտությունից, մյուսը դրա վտանգավոր գնի մասին։ Քաղաքական այս բախման ֆոնին հարցը մնում է նույնը, որ ճանապարհն է ապահովելու Հայաստանի անվտանգությունն ու կայունությունը։ Խորհրդարանական ընդդիմությունը դեմ չէ խաղաղությանը, սակայն դեմ է գործող կառավարությանը, երկրի ղեկավարին։ Մենք դեմ ենք Նիկոլ Փաշինյանին եւ հենց այն պատճառով, որ ինքը ունակ չէ խաղաղություն հաստատել։ Իշխանության ներկայացուցիչները կանխատեսում են, ընդդիմության իշխանության գալու դեպքում վերաբանակցվելու է Վաշինգտոնյան նախաստորագրված փաստաթուղթը։ Դու գալու եք ասելու եք, այս խաղաղության ճարտարապետությունը ազգային չի, ազգանպաստ չի, ազգանվեր չի։ Եթե դուք հրաժարվելու եք այդ ճարտարապետությունից, իսկ դուք ասում եք, որ հրաժարվելու եք այդ ճարտարապետությունից, լավագույն դեպքում չի լինելու խաղաղություն, վատագույն դեպքում լինելու է պատերազմ։ ՔՊԱԿ-ն մեկ այլ падգամավոր Փաշինյանի Ղարաբաղյան շարժումը չի շարունակվելու հայտարարությանն անդրադարձավ, նշելով, թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ընդունել են Փաշինյանի ասածը։ Ու դուք դուրս եք եկել այդ դիսկուրսից։ Պարոն Օհանյան, կհիշեցնեք եք այդ դրոշները ձեր դիմաց դրել։ Ինչ կոնտեքստով եք դրել այդ դրոշները ձեր դիմաց։ Այսօր 2026 թվականն է։ Ու դուք գնում եք ընտրությունների, ասում եք, մենք սոցիալական բարեփոխումներ ենք խոսում, բա որ Հայաստան չկա, բա որ Հայաստան պետքա չլներ հիմա, ըստ ձեր նախորդ թեզերի, այդ ինչ սոցիալական բարեփոխումների մասին եք խոսում։ 2019 թվականին դուք իրարամերժ արտահայտություններով Արցախը Հայաստանն է եւ վերջ, այն ժամանակ ասեիք, որ մենք Արցախի հետ որևիցե մի կապ չունենք եւ զրոյական կետից ենք սկսում, դա տապալել է ոչ միայն բանակցային գործընթացը, այլ նաև անհարգալից վերաբերմունք է այն համակարգին, ԵԱԿ Մինսկի համանախագահության այդ երկրների համատեղ կատարված աշխատանքին, որի հիմքում Արցախի ինքնորոշումն է եղել։ Ընդդիմադիր խմբակցության ղեկավարի ձևակերպմամբ գործող իշխանությունն է 2020-ին բերել պատերազմ, Օհանյանի բնորոշմամբ ոչ ադեկվատ կառավարման պատճառով։ Ոչինչ չէ կարել երկիրը մոբիլիզացնելու եւ հաջողություններ ունենալու։ Մեր առջև դրված խնդիրը կատարելու, իսկ մենք ի վիճակի ենք եղել այդ խնդիրը կատարել։ Վարչապետը պարոն Փաշինյանը ասում է, որ գեներալները փախել են։ Ազգային ժողովի ղեկավարությունը, падգամավորները եկել էին այնտեղ եւ անհրաժեշտություն կար մոբ ռեսուրսի, ովքեր որ այս կամ այն պատճառով լքել էին մարտական գործողությունների դաշտը, այսպես պետք է ասեմ, լայախ չարեցին գոնե մի քանի ժամով կամ գնան աշխատեն այդ մոբ ռեսուրսի հետ, թողին փախան։ Գործադիրի ղեկավարը արձագանքում է ընդդիմության մեղադրանքներին, հայտնելով, թե Ադրբեջանի դեմ պատերազմի պատճառը եղել է Արցախյան շարժումը։ Ասում է, որ այդ նշանակում է, որ դու Փաշինյանը ասում է, ուրեմն ունի պայմանավորվածություններ։ Հա, պարզ չի, որ ունենք պայմանավորվածություններ, այդ պայմանավորվածությունները ստորագրված, նախաստորագրված, մի մասն է վավերացված այդ պայմանավորվածությունների։
Բայց հենց այդ է, որ դուք ձեր ամբողջ քաղաքականությունը այդ պայմանավորվածությունների դեմ է, որը խաղաղության եւ կայունության անկյունակարն է, հիմքն է, այդ հիմքը, որ տակից քաշվեց, խաղաղությունն ու կայունությունը փլուզվելու է։ Փաշինյանը կրկին ընդդիմության խոսույթին է հաղում կատարում, թե խաղաղությունը Հայաստանի շահերից չի բխում եւ որ խաղաղությունը այն ժամանակ էր, երբ ընդդիմությունն էր իշխանության ղեկին։ Փաշինյանը տարբեր թվականների զոհերի թիվը հրապարակեց։ 98 թվական 24 զոհ Հայաստան-Ադրբեջան փոխհրաձգության հետևանքով։ 99 թվական 12 զոհ Հիմա այս 20 թվականի մասին թիվը Չէ, մի րոպե 20 թվականի մասին այնքան ասվել է։ Ու ինքն իրեն հարց է տալիս Փաշինյանը, թե ինչու հայտարարեց Արցախը Հայաստանը եւ վերջ։ Ըստ նրա 30 տարի ամբողջ պետական համակարգը աշխատել է այն տրամաբանությամբ, որ Արցախը Հայաստան է։ Եկել ենք առերեսվել ենք այդ իրողության հետ, մի հատ հասկանանք ինչ է կատարվում։ Ու սկսել ենք հարցեր տալ։ Ու սկսել ենք գնալ այդ հարցերի հետևից։ Ու սկսել ենք գտնել այդ հարցերի պատասխանները։ Ու այդ հարցերի պատասխանների հետևից է, որ հասկացել ենք, որ մենք թակարդի մեջ ենք։ Փաշինյանն ազգային ժողովի ամբիոնից իշխանության եւ ընդդիմության փոխհրաձգությունը ելույթներ այսպես բնորոշեց. նախկին եւ ներկա բանավեճ։ Ըստ գործադիրի ղեկավարի այդ բանավեճը հաղթահարելու մի տարբերակ կա։ Անել այնպես, որ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունը չհաղթահարի ազգային ժողով մտնելու անցողիկ շեմը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Թեպետ արդարադատության նախարարը խոստացել էր մարտին ունենալ սահմանադրության պատրաստ տեքստ, ապրիլի երկրորդ կեսին Գալյանը լրագրողների հետ զրույցում նշում է, թե այն առայժմ պատրաստ չէ, երբ լինի կհրապարակե։ Քննարկում են նաև մաս-մաս հանրությանը ներկայացնելու տարբերակը, բայց սրա հետ կապված էլ դեռ որոշում չկա։ Փոխարենը մայր օրենքի նախաբանի մի քանի տարբերակ արդեն կա սեղանին։ Դրանք հղում անում են Հայաստանի անկախության հռչակագրին։ Սրբուհի Գալյաննի պատասխան լրագրողի հարցի նշել թե որևէ ինտրիգ չկա, պարզապես անհրաժեշտ է սպասել տեքստի հրապարակմանը։ Մինչդեռ փորձագիտական համայնքում տարակուսում են, մինչև օրս չունենք նույնիսկ փոփոխությունների հայեցակարգը։ Գլոբալ առումով սահմանադրության փոփոխությունների բովանդակության մասով մենք բավարար տեղեկություն այսօր չունենք։ Ավելին, մենք չունենք հայեցակարգ, մինչդեռ եթե վերցնենք բավականին ստացվում են փոփոխություններ, ենթադրվում է, որ որոշակի հայեցակարգ պիտի հասանելի լիներ։ Օրինակ ես հիշում եմ 15 թվականի հայեցակարգը ներկայացվել էր, հետո նախագծի մասով ինչ-որ տարբերականությամբ տեքստեր էին նաև ներկայացվում։ Այս պահին ունենալով շատ կարճ ժամանակահատված, մինչև այդ փոփոխությունները հանրակրվեի դնելը, հաշվի առնելով այլ իրենց հայտարարությունները, ես կարող եմ ասել, որ առաջին մենք ինֆորմացիոն հասանելիության մասով ունենք շատ լուրջ խնդիր, թափանցիկության հաշվետվողականության։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անտալիայի դիվանագիտական ֆորումի բացման արարողության ժամանակ անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին։ Էրդողանը ելույթում մասնավորապես նշել է, թե Թուրքիան հետևողականորեն առաջ է տանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Մեր հարաբերությունները հարևան պետությունների հետ պետք է լավ լինեն։ Ադրբեջանի հետ համակարգված մենք աստիճանաբար առաջ ենք մղում մեր հարևան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, ասել է Էրդողանը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցում է Ստամբուլում անցկացվող միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի աշխատանքներին։ Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ։ Նրանք գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում վերջին գործընթացները։ Ալեն Սիմոնյանը շփում է ունեցել Թուրքիայի խորհրդարանի ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ։ Հայաստանի խորհրդարանի խոսնակը գոհունակություն է հայտնել Թուրքիայի իր գործընկերոջը Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ հնչեցված առաջարկի համար, որով Նուման Քուրթուլմուշը առաջարկել է Հայաստանին ներառել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձևաչափում, նպաստելով մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության զարգացմանը։ Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր եւ միանալու մեզ խաղաղության կտավը հյուսելու գործում։ Այս նպատակով մենք պատրաստ ենք խորացնել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ, վստահության ամրապնդումը շարունակելու եւ իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն եւ վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ, իսկ անհետ կորած մյուս անձանց ճակատագրերը պետք է պարզվեն։
Տեսալսողական հաղորդումների բովանդակությունը կարգավորվում է օրենքով հանրային տեղեկատվական դաշտի անվտանգության ապահովման նպատակով։ Արգելվում է բռնության, պատերազմի քարոզը, ինչպես նաև ատելություն կամ խտրականություն բորբոքող տեղեկության տարածումը։ Նման խախտումների դեպքում կարգավորող մարմինը կարող է կիրառել վարչական պատասխանատվություն եւ պահանջել նյութերի դադարեցում կամ հեռացում։ Ծանր կամ կրկնվող դեպքերում հնարավոր է նաև հեռարձակման լիցենզիայի կասեցում կամ դադարեցում։ Օրենսդրական այս կարգավորման մեջ փորձագետները խութեր են նկատում, ինչ ասել է պատերազմի կոչ եւ որ դեպքում լրատվամիջոցին կսպառնափակվելու հեռանկարը, Արմեն Աթալյանի անդրադարձը։ Խորհրդարանն օրերս հաստատեց տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխությունները։ Վերջապես կասեն շատերը, վաղուց էր պետք զսպել մեդիա արտադրանքում առկա գռեհիկ լեքսիկոնը, դատապարտելի վարքային էլեմենտներն ու բռնությունը։ Փորձագետները սակայն վստահ են, որ այս փոփոխության նպատակը մատաղ սերնդին դատապարտելի իրավիճակներից հեռու պահելը չէ։ Նոր օրենքում կան ձևակերպումներ, որոնք ուշադրության են արժանի։ Արգելվում է տեսալսողական հաղորդումներում սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ քարոզելու նպատակ հետապնդող տեղեկատվություն տարածելը, բռնության եւ դաժանության քարոզ պարունակող տեղեկատվություն տարածելը, ազգային, ռասայական, սեռային կրոնական ատելություն բորբոքելու, տարիքային հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն սերմանելը կամ նման նպատակ հետապնդող տեղեկատվություն տարածելը։ 9-րդ հոդվածի խախտման դեպքում կարգավորող մարմինը կարող է հարուցել վարչական վարույթ, պահանջել նյութեր եւ եթե խախտումը հաստատվի, կիրառել տուգանքներ կամ պահանջել եթերի դադարեցում։ Ծանր կամ կրկնվող դեպքերում կարող է կասեցնել կամ դադարեցնել լիցենզիան, իսկ եթե կան քրեական արարքի նշաններ, նյութերը փոխանցվում են իրավապահ մարմիններին։ Ուղիղ եթերի ժամանակ սույն հոդվածի առաջին մասով սահմանված արգելքները խախտելու դեպքում հեռարձակողը պատասխանատվության չի ենթարկվում, եթե իրավախախտման մասին ուղիղ եթերում զգուշացվել կամ հայտարարվել է, իսկ կրկնակի կոչի դեպքում ուղիղ եթերը դադարեցվել է։ Հիմա գանք մտահոգություններին։ Ինչ ասել է պատերազմի կոչ։ Որ ձևակերպումն է տեղավորվելու նշված արգելքի տակ։ Օրինակ, եթե տեսանյութում փորձագետը նշի, որ այսինչ ուղղությամբ հակառակորդի հնարավոր առաջխաղացումը զսպելու համար անհրաժեշտ է դիրքերի կառուցում կամ ականների տեղադրում, դա պատերազմի կոչ է, թե ոչ։ Ես նման դեպք չեմ հիշում։ Ընդհանրապես, որ մեկը ասի, գիտեք, եկեք գնանք պատերազմի, որտեղ դա լավ է կամ ողջուներ է կամ եւ այլն։ Շատ են մարդիկ ասում, որ պետք է պաշտպանվել, որովհետեւ մենք ունենք դրա վտանգ։ Իսկ պաշտպանվելը այո, զենքով է, այսինքն այդ նորմալ քննարկում է դրա հետ կապված։ Եթե սա չի, այդ ինչ դեպքեր են եղել, որի համար անհրաժեշտ էր այսպեսի օրենք ընդունել։ Խնդրահարույց է նաև սահմանադրական կարգը բռնի տապալելու նպատակ հետապնդող տեղեկատվություն տարածելը բավականին լղոզված ձևակերպումը, ինչպես նաև բռնության եւ դաժանության քարոզ պարունակող տեղեկատվություն տարածելը, այն առումով, որ կարգավորող մարմինը կարող է ցանկացած հայց մերժել կամ հաստատել եւ թիրախավորել լրատվամիջոցին այս կամ այն հրապարակման համար։ Մի դեպքում տեսնել օրենքի խախտում, մյուս դեպքում ոչ, քանի որ չկա իրավական որոշակիություն։ Սահմանափակումը շատ անորոշ ձևակերպումներով արտահայտություններ։ Մարդը սկսում է երաշխավորելու համայն, ասել դե լավ, եկեք այս թեմայից չխոսեմ, այն մեկերը չանդրադառնամ, ինչի է բերում, այս դա հենց այդ մի ցենզուրա կոչված է, խոսքի ազատության ամենամեծ սահմանափակումներից մեկն է։ Դու խոսքը սահմանափակում ես մարդուն ստիպելով, որ ինքը սահմանափակի։ Կա կարծիք, որ օրենքի նպատակը հենց սուր քննադատություն անող հանրային եւ քաղաքական գործիչներին մեդիա տիրույթից հեռացնելն է։ Այսինքն 1-2 մեդիայի տուգանելու դեպքում այլևս հեռու կմնան այս կամ այն անձից, խնդիրների մեջ չհայտնվելու համար։ Այսինքն վերջն արդյունքում լրատվամիջոց չի փակվի, բայց կարծիք թելադրող ինչ որ գործիչ կամ գործիչներ կհայտնվեն լրատվահոսքից դուրս։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Վերջին մի քանի օրվա ընթացքում տարբեր ձևաչափերով Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների այցեր եւ հանդիպումներ են տեղի ունենում Բաքվում։ Ռուսական կողմը հայտարարում է Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերությունների ամրության մասին։ Այդ մասին հայտարարել է նաեւ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, տեղեկացնելով, թե ռուս գործարարները հետաքրքրված են Արցախի օկուպացված տարածքներում շինարարական աշխատանքներին մասնակցելու հարցում։ Սա ըստ փորձագիտական եւ քաղաքագիտական համայնքի դեռ չի նշանակում, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները լավացել են, քանի որ դեռևս միայն ռուսական կողմն է այցելում Բաքու։ Ռուսաստանի ղեկավարությունն է գնում Ադրբեջան եւ ասում, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները փաստորեն ցանկանում է լավացնել։ Այսինքն այստեղ դերերի փոփոխություն գործ ունի, որտեղ Ադրբեջանի քշերը բավական մեծացել է սա մեկ, երկրորդ Ռուսաստանը չունի ազդեցությունը այլևս, որ կարողանա մատ տալ Ադրբեջանի վրա, որտեղ Ադրբեջանի թիկունքում կանգնած է Թուրքիան, իսկ Ռուսաստանը Թուրքիայից կախում ունի։
Մյուս թեմաները քիչ անց։ Սահմանադրության տեքստը դեռ պատրաստ չէ, նախարարը խոստումներից հետո էլ հստակ ժամկետ չի նշում։ Փորձագետները քննարկում են հայեցակարգի բացակայությունը։ Հայաստանում ակտիվացել են երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման շուրջ քննարկումները։ Իշխանությունը խոսում է համակարգային բարեփոխումներից, մասնագետները կասկածի տակ դնում դրանք։ Շարունակենք թողարկումը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աղմկահարույց հայտարարություն է արել պնդելով, թե Իրանը համաձայնել է հանձնել հարստացված ուրանի իր ամբողջ պաշարը։ Սպիտակ տան բակում լրագրողների հետ զրույցում Թրամփն օգտագործել է իրեն բնորոշ միջուկային փոշի եզրույթը, նկատի ունենալով այն հումքը, որը կարող է ծառայել միջուկային զենքի ստեղծման համար։ Թրամփի խոսքով կողմերը չափազանց մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Պաշտոնական Թեհրանը, սակայն, առայժմ որևէ կերպ չի արձագանքել այս պնդումներին։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ լիբանանյան Հեզբոլլա շարժման հետ կեսգիշերին մեկնարկած 10-օրյա հրադադարը ժամանակավոր է եւ որ երկրի պաշտպանության բանակը մտադիր չէ դուրս գալ Լիբանանի տարածքից։ Իսրայելի պաշտպանության բանակը պահպանում է եւ կշարունակի պահպանել բոլոր այն տարածքները, որոնք մաքրել եւ գրավել է, ասել է Կացը։ Ռուսաստանը չի աջակցում Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի Հորմուզի նեղուցում ազատ նավագնացության շուրջ գագաթնաժողով կազմակերպելու նախաձեռնությանը, քանի որ այն խաղաղ չէ եւ ուղղված է Պարսից ծոցում ռազմական ներկայության մեծացմանը, հայտարարել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակը։ Դա կարծես մասնակցելու ցանկություն է, բայց միևնույն ժամանակ պահպանելով սեփական շահերը։ Մենք չենք աջակցում նման նախաձեռնություններին, ասել է Վալենտինա Մատվիենկոն։ Հիշեցնեմ, ավելի վաղ Ելիսեյան պալատը հայտարարել էր, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը ապրիլի 17-ին հրավիրել են միջազգային տեսակոնֆերանս Հորմուզի նեղուցում ազատ նավագնացությունը վերականգնելու համար։ Վերադառնանք մեզ մոտ, հակակոռուպցիոնն այսօր քննել է Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու հարցը։ Կարապետյանը դատարան է բերվել իրավապահների ուղեկցությամբ աջակիցների ծափահարությունների ներքո։ Դահլիճում տեսանկարահանումն ու ուղիղ հեռարձակումը արգելվել են։ Դատարանի բակում անցկացված ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել 17 մասնակից։ Սամվել Կարապետյանի տնային կալանքը դատարանը 3 ամսով երկարաձգել է։ Դատարան Սամվել Կարապետյանը եկավ իրավապահների ուղեկցությամբ եւ աջակիցների ծափերի ներքո, հարցերի չպատասխանեց, պաշտպանները պարզաբանեցին, իրավական սահմանափակում կա, դատարանն այն վերացնի, Կարապետյանը կշփվի լրատվամիջոցների հետ։ Սամվել Կարապետյանի գործով նիստի դռները շարունակում են բաց մնալ, բայց դահլիճում տեսանկարահանումն, առավել եւս այստեղից ուղիղ հեռարձակումն արգելված է, պաշտպանական խումբներ միջնորդել, որպեսզի մնան մասնագիտական քննարկումների դաշտում եւ մինչեւ մեկնարկի դատական նիստը Թբիլիսյան խճուղով է անցնում աջակցության երթը Կարապետյանին տնային կալանքից ազատելու պահանջով։ Այսօրվա սպասելիքները կարևորվում են նրանով, թե ինչ ազդեցություն են թողելու Հայաստանի քաղաքական ապագայի վերաբերյալ։ Մենք վստահ ենք, որ Սամվել Կարապետյանի ու հանրության նշանակալի մասը վստահ է, որ Սամվել Կարապետյանի ազատահարձակման պարագայում հնարություն ստանալով շփվել իր հայրենակիցների հետ, Հայաստանում եւս ավելի կուժգնանա մեծ փոփոխությունների ալիքը։ Այս ընթացքում իրավիճակը դատարանի բակում լարվեց։ Ոստիկանությունը բերման է ենթարկել ակցիայի 17 մասնակցի, ըստ ներքին գործերի նախարարության պարզաբանման, ծառայողների օրինական պահանջը չկատարելու համար, սակայն մյուս կողմից էլ պնդում են, սադրել են իրավապահները։ Դատարանն առաջնահերթ քննում է Սամվել Կարապետյանին տնային կալանքից ազատելու հարցը։ Պաշտպաններն էին միջնորդել, նախ իրավական, ապա նաև քաղաքական հիմնավորումներ են բերում։ Ընտրություններին կարճ ժամանակ է մնացել, իսկ Կարապետյանը ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածուն է եւ մյուսների հետ հավասար հնարավորություններ պետք է ունենա առաջիկա գործընթացներում։ Նրա համար վճարվել է աննախադեպ բարձր գրավ, ավելի քան 4 միլիարդ դրամ։ Նիստին փաստաբաններից Արամ Վարդևանյանն է հայտարարել, իսկ իր հերթին Սամվել Կարապետյանն էլ նշել է, որ բազմաթիվ ապօրինություններ կան այն մեղադրանքների մեջ, որ իր դեմ են։ Մեր իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ եւ իմ ընտանիքի անդամների դեմ, որ կանխեն մեր ժողովրդի ուժեղ Հայաստան ունենալու ցանկությունը, բայց դա չի հաջողվելու։ Շատ շուտով մենք ուժեղ Հայաստան ունենալու ենք։
Գրեթե 5 ժամ տևած նիստի ավարտին դատարանը որոշեց բավարարել դատախազության միջնորդությունը Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելով եւս 3 ամսով, այսինքն ընտրապայքարի թեժ փուլում քարոզարշավին չի կարողանա մասնակցել, փոխարենը բացառությամբ 30 կոնկրետ անձի Սամվել Կարապետյանը կարող է շփվել լրագրողների հետ, հարցազրույցներ ունենալ, ինչպես նաեւ հանդես գալ հրապարակային հայտարարություններով։ Կարապետյանն առաջին անգամ հնարավորություն ունի լրագրողների հարցերին պատասխանել դատարանից պրոբացիոն մեքենային հասնելու ճանապարհին, ասում է քաղաքականություն մտնելու հայտ չէր ներկայացնի, եթե Մայրաթոռի բակից արված հայտնի հայտարարությունը եկեղեցին պաշտպանելու վերաբերյալ չունենար այս հետևանքները։ Այսինքն այդ հայտարարությունը ստիպեց այս անարտարությունները ստիպեց։ Ինչ վերաբերում է Մոսկվայից ուղղորդվելուն, ապա Սամվել Կարապետյանը նշում է, թե իրեն ուղղորդողը միայն ժողովուրդն է։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Հայաստանում ակտիվացել են երթվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման շուրջ քննարկումները, վարչապետ Փաշինյանը այն համարում է անհրաժեշտ, սակայն ընդգծում առանց սահմանադրական փոփոխությունների դա հնարավոր չէ։ Մինչև իշխանությունը խոսում է համակարգային բարեփոխումների մասին, մասնագետների մի մասը կասկածի տակ է դնում նախաձեռնության արդյունավետությունը, մատնանշելով թե ռիսկերի, թե իրական նպատակների հարցը։ Անգլո-սաքսոնական այս մոդելը հայկական իրականությունում կիրառելու արդյունավետությանը մասնագետները կասկածով են վերաբերվում։ Ժամի անդրադարձը։ Երթվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման շուրջ քննարկումները դարձյալ ակտիվացել են։ Թեման հայտնվել է իրավական եւ հանրային օրակարգում, արդարադատության համակարգում, վստահության բարձրացման, դատական գործընթացների թափանցիկության ապահովման եւ քաղաքացիների ներգրավվածության ավելացման համատեքստում։ Փաշինյանը նախորդին հայտարարեց, որ այս համակարգի ներդրումը անհրաժեշտ է, սակայն ընդգծեց, թե առանց համանadrական փոփոխությունների դա հնարավոր չէ իրագործել։ Նրա խոսքով քննարկումների ընթացքում հաճախ հնչել է այն տեսակետը, որ փոքր երկրների պայմաններում այս ինստիտուտը չի կարող արդյունավետ գործել, քանի որ մարդիկ միմյանց ճանաչում են, սակայն նրա խոսքով հարցական է մնում, թե ինչու այդ նույն փաստարկը չի կիրառվում իրավապահ եւ դատական համակարգի ներկայացուցիչների պարագայում։ Շատ ոլորտներում մենք մաֆիայի դեմ ենք պայքարում եւ այդ մաֆիան իր մետաստազները ունի բոլոր տեղերում։ Այդ մաֆիան իր մետաստազները ունի ազգային ժողովում, կառավարությունում, դատարաններում, դատախազությունում, քննչական մարմիններում, ոստիկանությունում, բոլոր տեղերում։ Մեզ պետքա վիրահատական ճանապարհներով լուծել այդ թվում արդարադատության հարցը։ Երթվյալ ատենակալների ինստիտուտը ենթադրում է, որ գործերի քննությանը մասնակցում են ոչ միայն դատավորները, այլ նաև ընտրված քաղաքացիներ, որոնք գնահատում են մեղադրյալի մեղավորության հարցը։ Այս մոդելը լայնորեն կիրառվում է անգլո-սաքսոնական իրավական համակարգ ունեցող պետություններում եւ դիտարկվում է որպես հասարակական վերահսկողության գործիք դատական իշխանության նկատմամբ։ Մասնագետները, սակայն, կասկածի տակ են դնում թեմայի իրական նպատակը եւ դրա գործնական արդյունավետությունը։ Ինչքան էլ գայթակղիչ լինի այն, որ ատենակալների ինստիտուտը հնարավորություն է տալիս նաև էմոցիաների վրա աշխատել, այնուամենայնիվ խնդիրները դրան զուգահեռ ստեղծվող այնքան շատ են, որ չեմ կարծում, որ այդ փորձը նախ կհաջողի, երկրորդը համոզված եմ, որ արդարացված չէ։ Ինչի հնարել նոր հեծանիվներ, եթե մենք ունենք մերը, բայց այն չենք օգտագործում այնպես, ինչպես պիտի օգտագործենք։ Միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ ատենակալների ընտրության ժամանակ կիրառվում են տարբեր չափանիշներ, այդ թվում որոշ դեպքերում կրթական կամ սոցիալական չափորոշիչներ։ Մասնագետները նշում են, որ որոշ իրավական համակարգերում ատենակալներից կարող են գաղտնի պահել այնպիսի տեղեկություն, ինչպիսին է օրինակ անձի կալանքի տակ գտնվելու հանգամանքը, քանի որ այն կարող է ազդել նրանց որոշումների վրա։ Բացի այդ, արձանագրվել են դեպքեր, երբ ատենակալների կայացրած վճիռները հանրային քննարկման եւ տարակարծությունների առիթ են դարձել, քանի որ որոշ որոշումներ հանրության համար խիստ անսպասելի են եղել։ Մասնագետները պնդում են, որ դա արդյունավետ ինստիտուտ չի կարող լինել։ Հայաստան դատավարությունները երկար են տևում։ Երկրորդ, Հայաստանը փոքր երկիր է, ատենակալներին հավաքել անաչառ ատենակալներ, ովքեր կլինեն անաչառ միջև վերջ, դա խնդիրներ է բազմաթիվ, եւ ավելորդ ծանրաբեռնել է դատական համակարգը։ Այն արդյունավետությունը, որին կարծում են, որ այս գաղափարի աջակիցները կհասնեն, դա չի ապահովել այդ արդյունավետությունը։ Էական այն է, որ մի խումբ ոչ իրավաբաններ հավաքվելու են, նրանց պետք է պահել դատարանի դալիճում 2, 3, 4, 5 տարի, եւ նրանք ընդհանրապես պետք է ասեն մեկ բան՝ մեղավոր է թե ոչ։ Երթվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման շուրջ քննարկումները դեռևս չեն տվել միանշանակ պատասխան։ Արդյոք այն կդառնա արդարադատության համակարգի վստահության արդյունավետ գործիք, թե նոր ռիսկերի կբերի։ Այնուամենայնիվ ակնհայտ է, որ արդարադատության համակարգի բարեփոխումների համատեքստում երթվյալ ատենակալների ինստիտուտը շարունակում է մնալ վիճահարույց ուղղություններից մեկը։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։
Կվերադառնանք քիչ անց։ Հայաստանում երեխաների շրջանում ավելորդ քաշը շարունակում է մնալ լուրջ եւ տարածված խնդիր։ Մասնագետներն ահազանգում են։ Կրթությունից աշխատաշուկա անցումը շարունակում է լինել բարդ փուլ երիտասարդների համար, փորձի պակասը հիմնական մարտահրավերն է։ Օրվա առավելագույն ջերմաստիճանը 24-ն է, ավելին քիչ ուշ։ Շարունակենք թողարկումը։ Հայաստանում երեխաների շրջանում ավելորդ քաշն ու գիրությունը շարունակում են մնալ լուրջ եւ տարածված խնդիր։ Ազատ շաքարի չափից շատ օգտագործումը նպաստում է ավելորդ քաշի եւ ճարպակալման առաջացմանը։ Իսկ ազատ շաքարներն են համարվում սննդամթերքներին եւ ըմպելիքներին ավելացված շաքարները։ Այն նաեւ մեծացնում է ոչ վարակիչ հիվանդությունների, օրինակ սրտանոթային հիվանդությունների ռիսկը։ Բարձրանում է նաեւ երկրորդ տիպի շաքարային դիաբետի եւ որոշ քաղցկեղների առաջացման հավանականությունը։ Մինչեւ 2 տարեկան երեխաներին խորհուրդ է տրվում խուսափել շաքար պարունակող սննդից եւ ըմպելիքներից։ Ավելի մեծ երեխաները եւ մեծահասակները պետք է սահմանափակեն շաքարի օգտագործումը օրական ընդունվող էներգիայի 10%-ից պակաս։ Սահմանափակեք բարձր շաքար պարունակող սննդամթերքի եւ ըմպելիքների օգտագործումը, օրինակ քաղցրացված ըմպելիքներ, քաղցրավենիք, քաղցր նախուտեստները փոխարինեք թարմ մրգերով ու հում բանջարեղենով։ Հայաստանում նկատվում է, որ երեխաների շրջանում ֆիզիկական ակտիվությունը տարիքին զուգընթաց նվազում է, միաժամանակ աճում է քաղցրավենիքի օգտագործումը, իսկ ավելորդ քաշն ու գիրությունը շարունակում են մնալ տարածված խնդիր։ Կրթությունից աշխատաշուկա անցումը Հայաստանում շարունակում է մնալ բարդ փուլ երիտասարդների համար։ Չնայած պետությունը փորձում է խթանել նրանց զբաղվածությունը նոր ծրագրերի միջոցով, գործնականում դեռ պահպանվում է փորձի եւ աշխատանքի փակ շրջանը։ Մի կողմից գործատուներն են պահանջում հմտություններ, մյուս կողմից երիտասարդներն են դժվարությամբ գտնում առաջին աշխատանքը։ Այս ֆոնին փոխվում են նաեւ մասնագիտական նախընտրությունները։ Երիտասարդները խուսափում են ծանր ու տեխնիկական ոլորտներից, նախընտրելով ավելի ճկուն եւ ժամանակակից մասնագիտություններ։ Կրթությունից աշխատանք անցումը մեկ քայլ Հայաստանում մեկնարկել է երիտասարդների զբաղվածության խթանման ծրագիրը, որն այժմ ակտիվ փուլում է։ Նախաձեռնությունը հատկապես երրորդ կուրսի ուսանողների համար է հնարավորություն, ընձեռելով նրանց դեռևս ուսումնառության ընթացքում մուտք գործել աշխատաշուկա։ Պետական համակարգը չէին պատկերացնում որպես առաջնային իրենց գործատու։ Տպավորություն էր ստեղծվել, որ պետական համակարգում ամեն ինչ հին է, մարդիկ տենց հին են, տաղտկալի աշխատանք է, բայց օրինակ ուրախությամբ կարող եմ ասել, որ 2-3 տարվա ընթացքում, երբ որ մենք շփվում ենք ապագա հիմնադրամի մեր ուսանողների հետ, իրենք նույնպես հասկացել են, որ փոփոխվող այս դինամիկ փոխվող աշխարհում մեր պետական համակարգները շատ դինամիկ փոխվում։ Չգիտեմ ինչ մասնագիտություն ընտրեմ, որ եկամտաբեր լինի, բայց շատ եմ սիրում բնագիտական առարկաները։ Անկեղծ չգիտեմ թե ինչ ընտրություն անեմ, որ հետո չփոշմանեմ, շատ եմ մտածում։ Քայլեր կան, սակայն աշխատանք գտնելը դեռևս հեշտ չէ։ Մասնագետները նշում են, երիտասարդների նախասիրությունները զգալիորեն փոխվել են։ Ծանր արդյունաբերությունը, որտեղ աշխատանքը ֆիզիկապես ծանր է, աղմկոտ եւ հաճախ վտանգավոր, այլևս գրավիչ չէ նոր սերնդի համար։ Երիտասարդները նախընտրում են ավելի թեթև աշխատանքներ։ Եթե հնարավորություն ունեն, գնում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ, տնտեսագիտական ուղղություններ, փոքր ինժեներական ոլորտներ, լրատվություն, դիզայն կամ սննդի արդյունաբերություն։ Շատերը նաև սովորելուն զուգահեռ աշխատում են սպասարկման ոլորտում, ինչը դրական միտում է, ասում է Գործատուների միության նախկին նախագահն ու հավելում։ Միևնույն ժամանակ մասնագիտական ընտրության միտումները մտահոգիչ են։ Ինժեներական եւ բնական գիտությունների ոլորտները աստիճանաբար կորցնում են իրենց գրավչությունը։ Մակարյանն ասում է, երիտասարդները հաճախ նախընտրում են չաշխատել, քան աշխատել ցածր աշխատավարձով։ Երիտասարդները քանի գնում ավելի քիչ են գնում պոլիտեխնիկական համալսարան, որտեղ ինժեներական կրթությունը չեն ուզում, կամ էլ այդ ոլորտում աշխատատեղեր չկան, իրենք էլ դες չեն նախընտրում այդտեղ գնալ, որ համալսարանները, որ ունեն, ասենք թե ինժեներական կրթություն, ասենք օրինակ պետական համալսարանում, դա կարող լինել ասենք քիմիական ֆակուլտետ, բիոլոգիական ֆակուլտետ կամ ֆիզիկայի ֆակուլտետ, այնտեղ միայն ՏՏ-ի հիմնականում մասնագետներ են գնում։ Աշխատաշուկայում ձևավորվել է փակ շրջան։ Գործատուները նշում են, երիտասարդները չունեն բավարար փորձ եւ գործնական հմտություններ, իսկ երիտասարդները իրենց հերթին ասում են, առանց փորձի աշխատանք գտնելը գրեթե անհնար է։ Այս ամենին ավելանում են նաեւ այլ խնդիրներ, ցածր աշխատավարձի առաջարկներ, կրթության եւ աշխատաշուկայի պահանջների անհամապատասխանություն եւ
մասնագիտական կողմնորոշման պակաս։ Սակայն փորձագետները վստահ են, իրավիճակը կարող է փոխվել, եթե կրթական ծրագրերը ավելի սերտ կապվեն գործատուների պահանջների հետ, իսկ երիտասարդներին տրվեն գործնական հմտություններ ձեռք բերելու իրական հնարավորություններ։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Անցած մեկ օրում գրանցվել է 9 ավտովթար, 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, բացահայտվել է 109 հանցագործություն, որոնցից մեկը նախկինում կատարված։ Օրվա կարևոր թեմաները մեկտեղել է Դավիթ Թաթևոսյանը։ Բեկից եւ էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ ՌԴ-ից եւ Ղազախստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ներկրվել 26295 տոննա ապրանք, իսկ Ադրբեջանից 9337 տոննա վառելիք։ Բեք մաքսային ծառայության տվյալներով Հայաստանի Հանրապետություն երկաթուղային ճանապարհով Ադրբեջանի տարածքով տարանցման կարգով առաջին անգամ ապրանքներ են մուտք գործել 2025 թվականի նոյեմբերի 6-ին։ Նախորդին ադրբեջանական կողմից նշել էին նաեւ, որ Նիդերլանդներից ներմուծվել են $960 արժողությամբ հայկական ծագման վարդեր։ Ըստ ադրբեջանական օրենսդրության ներմուծման ժամանակ ապրանքի ծագման երկիրը համարվում է գործընկեր երկիր։ Հենց այդ պատճառով էլ վարդերը արտաքին առևտրի մաքսային վիճակագրության մեջ արտացոլվել են որպես Հայաստանից ներմուծված ապրանք։ Ապօրինի պահվող Զենք զինամթերքի կամավոր հանձնման հերթական դեպքն է գրանցվել։ Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Զենք զինամթերք է թողնում Վարդաշենի փողոցից Գերեզմանատուն տանող ճանապարհին։ Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ԱԿՍ տիպի ինքնաձիգ, որսորդական 2 հրացան, F1 տիպի 2 նռնակ պայթուցիչներով, տարբեր դրամաչափի 391 ամփուշտ եւ որսորդական հրացանի մասեր։ Հոսպիտալացված սուր շնչառական վարակների դեպքերի շաբաթական վերլուծության համաձայն 2026 թվականի ապրիլի 6-ից 12 ընկած ժամանակահատվածում նկատվել է ծանր սուր շնչառական վարակների նոր դեպքերի զգալի նվազում։ Դրանց թիվը կազմել է 57, ինչը 39%-ով պակաս է նախորդ շաբաթվա համեմատ։ Ըստ տարիքային խմբերի բաշխման դեպքերը գրանցվել են երկու խմբերում՝ 0-ից 4 տարեկան երեխաների շրջանում 58% եւ 5-ից 14 տարեկանների շրջանում 42%։ 0-ից 4 տարիքային խմբից 6 երեխա հոսպիտալացվել են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Գիտությունների ազգային ակադեմիան բացվել է ուսուցում Ռուսաստանում 2026 երկօրյա ցուցահանդեսը, որի ընթացքում հայ դպրոցականները եւ ուսանողները կարող են տեղեկություններ ստանալ ռուսական համալսարանների ուղղությունների եւ մասնագիտությունների վերաբերյալ։ Հայաստանում Ռոսսոտրուդնիչեսթվոյի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը լրատվամիջոցներին ասել է, որ ցուցահանդեսին մասնակցում է 1 տասնյակից ավելի ռուսական բուհեր։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Եղանակի տեսությունը կներկայացնի Լիլի Հովերը։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է գերմանական Վայլենդ ապրանքանիշը, իր որակյալ և գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Վայլենդ ձեր բնակարանի կայուն եղանակը, Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում շաբաթն ու կիրակին կանցնեն փոփոխական երկնքով, սպասվում են տեղումներ առանձին լեռնային գոտիներում թաց ձյուն։ Ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա ևս 6 նիշ։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 9-ից 13 աստիճան։ Վայոց-Ձորի եւ Արագածոտնի նախալեռներում սպասվում է 16-ից 20, Լոռիում 10-ից 15, Տավուշում 13-ից 17 աստիճան։ Հարարատում, Արմավիրում կդիտվի 16-ից 19, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 20-ից 24, Սյունիքի նախալեռներում 13-ից 17 աստիճան։ Երևանում շաբաթն ու կիրակին կանցնեն տեղումներով։ Այս գիշեր սպասվում է 5-ից 7, ցերեկը 16-ից 18, երեկոյան 10-ից 14 աստիճան։ Այսօրվա համար այսքանը, լուրերի թողարկումից հետո դիտեք ընտրության ժամը հաղորդաշարը, որի հյուրն է Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը։ Իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս մաղթում խաղաղ երեկո, ցտեսություն։